Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է, որ հաջորդ թիրախը կաթողիկոսն է լինելու։ Ժողովուրդը հայտնում է, ընդունումը կարող է հանգեցնել նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների փոփոխության։ Հրապարակը փոխանցում է, որ դատավոր Մասիս Մելքոնյանը ոչ միայն իրավական հարցերում օրինավոր ու բարեխիղճ չէ, այլև բարոյական ընտանեկան։ Ժողովուրդը տեղեկացնում է, որ Գևորգ Պապոյանը 2018-ից հետո 2 բնակարան է գնել Երևանում։ Հրապարակի տեղեկություններով Փաշինյանն արդեն կաստինգ է հայտարարել Հեցի պետական կառավարչի տեղի համար։ Ժողովուրդ գրում է. Փաշինյանը մայիսի 30-ին արված արտահայտության առիթով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին պարզաբանում են ներկայացրել։ Հրապարակը գրում է, որ Հովիկ Աբրահամյանի տնային կալանքով իշխանությունները ձախողեցին նրա թորան հարսանիքը։ Ժողովուրդը հայտնում է, որ Անդրանիկ Քոչարյանը քննիչ հանձնաժողովի քպականներին հերթով մերժում է չտրամադրելով զեկույցը։